ձևավորման օրենքով ղեկավարվելով, եւ եթե դատարանը չի հարգում անձեռնմխելիությունը 5-րդի, չի հարգում քրեական դատավարության օրենքը, ինչ է նշանակում իոպ է, պարզաբանում ներկայացրեք դատարանը, ինչ է նշանակում դատարանը չի հարգում։ Այլապես դատարանը ձեր նկատմամբ սանկցիա կկիրառի Տիկին Սահակյան, պարզաբանում է դատարանը ձեզանից պահանջում, դատարանի պարզաբանում տվեք, ինչ է նշանակում դատարանը անձեռնմխելիությունից օգտվող անձի անձեռնմխելիությունը չի հարգում եւ չի հարգում օրենքը։ Խնդրեմ պարզաբանում։ Պարզաբանում տվեք դատարանը։ Նախավարաճ ես չեմ զարմանա ձեր ընդհանրապես որ ասում եք սանկցիա կկիրառեք, պարզաբանում տվեք դատարանը, հիմա դուք պարզաբանում եք։ Դուք կարող եք լսել։ Պարզաբանում տվեք դատարանը։ Այո, դուք կլարեք ես խոսեմ։ Պարզաբանում եք տալիս։ Դուք արդեն լրեցիք։ Պարզաբանում եք։ Խոսեք։ Բաժանորդագրվեք Իրավաբան նետի սոցիալական հարթակներին հետագա նորություններին տեղեկանալու համար։